Մայրը 5 տարեկան աղջկան մենակ թողնելուց հետո նրան մեկ շաբաթ հետո նոր գտնում է անտառում։ Դեպքը տեղի ունեցա ԱՄՆ-ում, մայրը 2 ժամով աղջկան թողնում է իր բարեկամների տանը եւ գնում իր գործերով։ Աղջիկը գնում է տեղի խաղահրապարակ, սկսում խաղալ եւ նրան մոտենում են 2-3 տարին մեծ 3 երեխա, 2 տղա, 1 աղջիկ, որոնք առաջարկում են իր հետ խաղա, միանա խաղալու։ Աղջիկը համաձայնում է, սակայն որոշ ժամանակ անց նրանք աղջկան տանում են անտառ։ Անտառ տանելուց հետո նրան այնքան են հարվածում, որ ուշքը գնում է, իմիջիայլոց այդպիսի հարվածներ պետք է շատ լինեն, որպեսզի մարդ ուշաթափվի։ Դրանից հետո միզում են աղջկա վրա, շորերը հանում են, ինչպես նաև վերցնում են փայտը եւ դրա միջոցով աղջկան բռնաբարում, որից հետո նրան այդ վիճակում թողնելով ուղղակի գնում են իրենց գործերով։ Տանեցիները սկսում են ման գալ աղջկան, հարցում են բոլորին, այդ թվում նաև այդ երեխաներին, որոնք ասում են, որ տեղյակ չեն։ Ժամեր անց տղաներից մեկը մորը խոստովանում է իր բոլոր արածները, մայրը դիմում է աղջկա ծնողներին եւ նրանց պատմում ամեն ինչը։ Բարեբախտաբար աղջկան գտնում են, սակայն ողջ ընթացքում նա գետնին պառկած է մնում, չի կարողանում ուշքի գալ եւ տեղափոխում են նրան հիվանդանոց։ Հիվանդանոցում ուղիղ 1 շաբաթ գտնվելուց հետո նոր աղջիկը կարողանում է ուշքի գալ, իսկ ուշքի գալուց հետո առաջին բանը, որ անում է, դա գոռալն է։ Այսինքն նրա մարմինը դեռևս չի արտահայտել այն ամբողջ ցավը, որը ապրել էր։ Հոգեբանության հետ կապված չեմ կարող պատկերացնել ինչ է կատարվում։ Այսքանից հետո այս 3 երեխաներին, քանի որ անչափահաս են, դատ չի հասնում։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, ինչ եք մտածում, հիմնական նման դեպքերում պատժում են ծնողներին, բայց երեխաներին արդյոք արժե պատժել, թե ոչ։